Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամիկրոսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, շնորհակալություն պարոն Խաչատրյան։ Դուք կառավարման պետական համակարգի ահռելի փորձ ունեք 25 տարուց ավելի, այսպես ասենք, հա։ Դրա համար ես կուզենայի ձեր կարծիքը իմանալ նախ եւ առաջ կառուցվածքային փոփոխությունների մասին, որոնք մասին այսօր հայտարարվել է։ Օրինակ ես մի քանի բան ասեմ, հա։ Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսօր կգործի կոմիտե, որը կկոչվի ճարտարապետության, մշակութային արժեքների եւ պահպանության կոմիտե։ Գիտեք, հնարավոր են, որ փոփոխություններ լինեն, կարևորը այստեղ երևի մոտ օրերս ազգային ժողովում հիմնավորումներ կլինի, դա ինչքան ես գիտեմ օրենքով պիտի արվի, բայց շատ վտանգավոր է, երբ փոփոխությունները հարմարեցվում են կադրերի հնարավորությունները։ Ես կարծում եմ, պետք է ըստ համակարգին անհրաժեշտ կադրեր ընտրել։ Ես վստահ չեմ հիմա, կամ երբեմն ձև կա, որպեսզի մարդուց ազատվես, ստիպված չլինես նշանակես, ինչ որ մի բան վերացնում ես կառուցվածքը, կամ որպեսզի ինչ որ հնարավորություններ ստեղծես, ցավալի կլինի, եթե պատճառը դա է։ Իսկ եթե սկզբունքը նա է, որ արդյունավետ կառավարման համակարգ ստեղծել, թերևս արժեր այդ նախարարությունները ուղղակի կրճատել։ Ես որքան գիտեմ, մենակ Շվեյցարիայում 7 նախարարություն կա եւ կարծես թե չի տուժում երկիրը։ Ես այդ նյութը ընթերցել եմ, բայց մանրամասները մենք լավ չգիտենք։ Միացյալ Նահանգներում էլ շատ քիչ նախարարներ կան, բայց բազմաթիվ կոմիտեներ կան։ Այսինքն այստեղ խնդիրը այդ նախարարությունն ու կոմիտեն չի։ Խնդիրն է, որ մենք արդեն տարիներ ի վեր անընդհատ փոխում ենք, մի հատ ինչ որ միտեղ պիտի կանգ առնել, ասել այսքանը բավարար է, որ կառավարման համակարգ արդյունավետ գործի։ Եվ այդ առումով կարծում եմ, որ մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, որովհետև չի կարելի իմ խորը համոզմամբ այդքան հաճախ փոխել, միացնել, անջատել, պետք է ընդունել, որ դրա տակ ինչ որ կառույցներ կան, մարդիկ կան, ծառայություններ կան, շփոթվում են, չեն կողմնորոշվում։ Սա լուրջ խնդիր է, որը դժբախտաբար առայժմ լուծված չի, կարծում եմ, եւ սա էլ չեմ կարծում, որ վերջնական լուծում է։ Եվ երբեմն լինում է, որ քաղաքական անհրաժեշտությունից, օրինակ, երբ որ Դաշնակցությանը պետք էր պորտֆելներ տալ, առանձնացվեց տեղական ինքնակառավարման, հա, այս ակնհայտ էր, այո, տարածքային կառավարման։ Հա, կա, այդպես բաներ կա։ Սա ճանապարհ չի։ Ճիշտ չի դա, որ այդպես արվում է, հասկանում ենք, կարելի է ըմբռնումով մոտենալ, բայց պիտի ընդունել, որ չի կարելի պետության հետ անընդհատ այդպես վարվել պետական կառավարման համակարգի հետ։ Ես կարծում եմ, երևի թե ինչ որ մի օր այս վերջակետը կդրվի։ Միշտ լինում են փոփոխություններ, բայց դրանք չպիտի ռադիկալ բնույթ կրեն, կարդինալ բնույթ կրեն, մի խոսքով, եւ ամենակարևորը չպիտի իմ խորը համոզմամբ կառավարման համակարգը հարմարացնել մարդկանց հնարավորություններին, ընդհակառակը կառավարման համակարգին հարիր պիտի մարդիկ ընտրել, որոնք ի վիճակի են այդ համակարգ արդյունավետ աշխատեցնել։ Մենք կարող ենք ասել, մեզ քանի նախարարություն է պետք է ընդհանրապես։ Ես ինքս չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ իրանք ավելի շատ են այդ քանակը, քան պետք է Հայաստանին, իմ կարծիքով, կարամ ես սխալվեմ, չեմ կարող ասել, դրա մասնագետը չեմ։ Ընդհանրապես օպտիմիզացիայի, հա, խոսվում է օպտիմիզացիայի մասին եւ միշտ է խոսվում, ճիշտ ասած, եւ խոսվում է նաեւ կան պոակներ, հա, գիտեք, պետական ոչ առևտրային կազմակերպություններ եւ կան ծիգեր ծրագրերի իրականացման գրասենյակներ, որոնք տասնյակ են, մի քանի տասնյակ այդպիսի բաներ կան, որոնք նույնպես պետության վրա բեռ են, թե չէ։ Արամ ջան, մենք խոսում ենք հետևանքներից, իսկ կարևորը պատճառներն են։ Առայժմ մեզ մոտ մեր պետությունում ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որ այս 25 տարի կուտակվում է այդ անհրաժեշտությունը։ Այսինքն, պարզ ասած, իշխանության նպատակը օգտվելը չէ։ Հայաստանում արմատավորված է մի համակարգ, որը բարդիկ իշխանության են գալի օգտվելու համար, ոչ թե սպասարկելու։
Սա լուրջ խնդիր է։ Եվ սա երկու լուծում ունի այս խնդրեմը։ Կամ հասարակությունն է հասունանում, զարգանում եւ ստիպում է փոխել, որը դա երկար կտևի։ Կամ քաղաքական իշխանությունը իր մեջ համարձակություն է գտնում այդ հարցադրումը անել եւ անցնել դրա իրականացմանը։ Հիմա կարծես թե Հայաստանում քաղաքական իշխանությունը կարծես թե եմ ասում, որովհետեւ ես դեռ չեմ տեսնում որպես վստահ քայլեր, որ ցանկություն ունի վերևից փոխել այս դրվածքը։ Ես կարծում եմ այդ վերևից փոխելու ձևը վատը չի։ Տարբերակ է, վատ տարբերակ չի։ Եվ այդ վարչապետի փոփոխությունը ուղղակի այսօր գործող նախագահը ասեցին կապեց դրա հետ, ասեց որ նոր վարչապետը կդառնա բարեփոխումների ալիքի առաջնորդ, կդառնա խորհրդանիշ բարեփոխումների, վերջերս մեր բոլորիս համար հարազատ անկախության տոնին նաև շեշտեց որ կարագադալ բարեփոխում ուրախ կլինել, բայց դրա համար պետք է մի հատ թիմային հայտարարություն չթողել մեկ մարդու ուսերին նոր վարչապետի, որտեղ ռեալ իշխանությունը մնում է Սերժ Սարգսյանի ձեռքերին։ Ցանկացած փոփոխություն, որը կբերի աշխուժացման մեր հանրապետությունում, կախված է համապատասխան կառույցների ուժային, իրավապաշտպան, այսինքն իրավական դատարանների, դատախազության, քննչական կոմիտեի, մաքսային ծառայության, այսինքն ոստիկանության կամ ծառայություններ մենք երկու կառավարություն ունենք։ Մի մասը ենթարկվում է նախագահին, այսպես դրված է։ Մի մասը վարչապետին։ Հիմա եթե ենթադրում ենք, որ վարչապետը տնտեսական բլոկով առանց այդ ուժային կառույցների համապատասխան մասնակցության կաշխուժացնի կյանքը Հայաստանում, ես մի քիչ թերահավատ եմ այդ առումով։ Ֆրանսիայում էլ է այդպես։ Դե հենց Ֆրանսիայի դժբախտությունն է, Ֆրանսիայում անընդհատ դա քննարկվում է, որ դա հարմարացված էր Շարլ դե Գոլին եւ այսպես հիմա իներցիայով գնում է, բայց նույն Ֆրանսիայում դժգոհում են, դա դրվածքը լավագույնը չի ու չեն կասենք որ Ֆրանսիան այսպես լավագույն պետություններից է Եվրոպայի, չէ՞։ Ուրեմն այս առումով Հայաստանում դե հիմա տեղը չի խոսել, կարա լինի մաքուր նախագահական կամ մաքուր վարչապետական, այս կիսանախագահականը ճանապարհ չի։ Սա կոռուպցիայի հիմնական աղբյուրներից մեկն է, կիսան։ Պատասխանատվություն կրողը ուղղակի պաշտպանված է։ Ես կարծում եմ, որ հիմա շատ լավ ժամանակ է, որպեսզի, այսինքն հայտարարվի ինչ եք փոխելու։ Ես կարամ ասեմ ինչ է, պետք է չգողացվի։ Սա պետք է հստակ հայտարարվի, որ վերջ է տրվում գողությանը։ Ճիշտ է, այսօր վարչապետը ասել է, որ թարգ տվեք այդ պրիմիտիվ գողությանը, վարչակարգը հասկանում ենք, բայց այդ պրիմիտիվ գողությունը պրիմիտիվ է, լուրջ գողություն կա Հայաստանում, երբ որ մաքսազերծումները արդար չեն, երբ որ արտոնություններ կան, բիզնեսի կվոտաներ կան, ատկատներ կան, բոլորս գիտենք ինչ կա։ Հիմա եթե մենք չհայտարարենք, որ այդ ամենը վաղվանից դադարեցնում ենք, եւ այդ բոլորը չի կարող լինի առանց բարձրաստիճան պաշտպանի մասնակցության։ Ակնհայտ է, չէ՞ որ դա ներքևում չի, վերևում է։ Այս առումով կարծում եմ անկեղծություն է բացակայում կամ ցանկություն չկա։ Եթե կա ցանկություն, ես ուզում եմ դրան հավատամ, հայտարարեք։ Եվ դա ինչ-որ բարդ բաների հետ կապված չի։ Իրոք ցանկության խնդիր է հիմա։ Կարծես թե նոր վարչապետը հայտնել է ցանկություն եւ կարծես թե պետության ղեկավարը պատրաստական է աջակցությունը բերելու, չէ՞։ Ես ուզում եմ ասեմ, աջակցությունը ոչինչով չի օգնի, դի մասնակցել։ Մասնակցել։ Հիշում եք այդպիսի խորհրդակցություն կար, որտեղ Սերժ Սարգսյանն էր մասնակցում եւ վարչապետ էր Տիգրան Սարգսյանը, նա ասաց ես շատ դժգոհ եմ քեզանից Տիգրան ատկապների պատճառով, դա հասկանում եք վարչապետը հարմար թիրախ է, հարմար շանթարկել է ցանկացած մեղք նրա վրա գցելու։ Համագարկը տենց ստեղծված է Հայաստանում, հենց դրա համար էլ արված է, իբր որ իշխանությունը կայուն լինի, բայց մենք երկու բան պիտի կարևորենք, որն է մեզ համար կարևոր, կայուն իշխանություն, թե կայուն տնտեսություն, որն է մեզ համար կարևոր, ապահով այսպես վերնախավ, թե բարգավաճող հասարակություն, որտեղ մենք ընտրություն կա, հիմա ընտրության խնդիր է, որտեղ մենք չենք խորանում, իսկ ինչի վարչապետը հրաժարական տվեց, իսկ ինչու հենց այս կոնկրետ նոր վարչապետը կարծես թե Հայաստանի ապագայի համար պատասխանատվություն ստանձնած երկու ուժեր հայ-հայկական դաշնավար չունեցան վարչապետի տեխնացու։ Այդ բաները, որ մենք տեխնացու ունենք, չի աշխատել, ունենք տնեիք։ Դուք եք պատասխանատվություն կրողը, չէ՞։ Դուրս է գալի, որ քաղաքական համակարգը իր պոտենցիալով պատրաստ չի իրականացնի բարեփոխումներ։ Պետք է մի մարդ, որը կաշկանդված չի անցյալով։ Այդպիսի մարդ կարծես թե ընտրվել, առանձնապես չես կարող ասել, որ այս տարիների ուրեմն բեռի ռուսերին դրած է, նկատեն բաստողումների առումով։ Բայց ցանկացած
կառավարություն, որպեսզի բարեփոխումներ իրականացնի, պետք է ունենա քաղաքական աջակցություն եւ հասարակական աջակցություն։ Այն քայլերը, որը հիմա վարչապետը անում է, ենթադրում է կառաջացնի հասարակական աջակցության այսպես պատրաստակամություն։ Մարդկանց հաճելի բաները միշտ լսում են, ոգևորվում են, մի քիչ երեխայի պես հասարակությունը շուտ ոգևորվող, շուտ էլ հիասթափվող է, բայց քաղաքական լուրջ աջակցությունը ես չեմ տեսնում։ Գիտեք, դա պիտի լինի փոխադարձ պատրաստակամություն, այսինքն այդ հարցադրումը, որ մենք պրոֆեսիոնալներ ենք ընտրում, սա վիճելի է մի քիչ, որովհետև դրանք քաղաքական պաշտոններ են։ Դրանք այդքան էլ պրոֆեսիոնալիզմը այստեղ շատ կարևոր է, բայց կարևոր է քաղաքական կամքը, վճռականությունը եւ աջակցությունը։ Հիմա ես ուզում եմ հասկանամ այս գործող կառավարությունը աջակցություն մի կերպ կարող ստանա միայն, եթե այն ինչ որ ինքը հայտարարում է որ պիտի անի, քաղաքական աջակցություն ունեցող ուժերը սկսեն դա անել իրենց վարքով, բարքով, բայց մենք տեսնում ենք նույն, այսպես կներեք Ալանի ելույթները, այսպես անսխալականի կեցվածքով հանրահայտ ճշմարտությունների արտահայտ։ Կարծես թե մենք ինչ որ ուրիշ աշխարհի մարդկանց հետ գործ ունենք, մենք ուրիշ երկրում ենք ապրում։ Այս առումով լուրջ խնդիրներ կան, որոնք կարծում եմ, որ պետք է քննարկվեն եւ արագ լուծվեն։ Ես դարձյալ հիշեմ, որ երբ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, նա ասաց՝ եկեք գիծ քաշենք, շատ ճիշտ բաներ ասաց, եկեք զրոյից սկսենք եւ այլևս այն բաները, որոնք կային, նա ասաց դա գործարարներին, որոնք իրականում նաեւ падգամավորներ են եւ նախարարներ են, այսուհետ ապրենք նոր օրենքներով եւ սկսենք մեզնից։ Նա վայելում էր աջակցությունը ազգային ժողովի մեծամասնության վայելում էր, ինչու՞ չարեց։ Գիտեք ինչ, այդ պետք է իրան հարցնել։ Նա նաև շարունակ ասեց, դեպ սկսենք մեր մերձավորներից։ Հետո մենք տեսանք մերձավորները որտեղ են հայտնվում, մարդիկ ոնց են բիզնես վարում, եւ այստեղ գիտեք, մեղադրել Հովիկ Աբրահամյանին նշանակում է կես ճշմարտություն ասել։ Ես նույնիսկ եմ ասում, պիտի այդ ամբողջ կազմը, որը պատասխանատվություն է ստանձնել, իրենց նույնիսկ եմ ասում, վարքը, բարքը, կենցաղը, վարվելակերպը, աշխատի փոխել։ Դա բազմաթիվ պայմանավորվեն, իսկ ինչ չպիտի անեն, որ անում են։ Չէ՞ որ ինչ-որ բաներ են անում, որոնք մարդկանց դուր չի գալի դրքի, չէ՞, որոնք այսպես ետ են մղում հանրապետության տնտեսությունը, քաղաքացիական զարգացման հնարավորությունները։ Այդ բոլորը մի բան է, մի բառով ենք ասում, որտեղ գողանում են։ Գողանը չի նշանակում մտնեմ ձեր գրպանը մի բան վերցնեմ։ Գողանում են պետությունից հարկեր չեն վճարում, գողանում են պետությունից չեն մաքսազերծում, գողանում են հասարակությունից, մրցակցությունը դադարեցնում են, հատկատներ են անում, գողանում են բյուջեից, այսինքն նպատակային չեն, այդ բոլորը գողություն է։ Եվ այդ մենք պետք է ընդունենք, որ եթե այդ վերնախավը չգողանա, ներքևում չեն գողանա։ Այսինքն դրսևորվում է զորբայություն, լկտիություն, դիմացնին չհարգելու, ուժի դիրքերից հանդես գալու, շքախմբով ման գալու, մարդկանց պատժելու, ծեծելու, չէ, բոլորը հայտնի է։ Հիմա որ ասեն մի ծաղկով գարուն չի գա, վարչապետը կամ պիտի այդ բոլորի դեմ դուրս գա, ընդ որում դա կարա, ես կարծում եմ կարա անի վերջին հաշվով։ Եվ աջակցողներ կունենա, կամ ավելի անցավ կլինի, եթե այդ բոլորի մի հատ առողջ մասը անցնի այս կողմ եւ ասի դա պիտի լինի նախագահի գլխավորությամբ։ Հենց որ Սերժ Սարգսյանն ասում է պիտի առաջնորդի բարեփոխումները վարչապետը, եթե պետության ղեկավարը չառաջնորդեց, վարչապետը կամ պիտի առաջնորդելով հակառակվի դուրս գա դեմ կամ թողի հեռանա։ Հիմա ես իմ կարծիքն ասում եմ, պիտի միասին անեն։ Միասին պիտի անեն։ Եվ ամենակարևորը, բայց պիտի հարց առաջանա, չէ՞ ինչ են սա արել։ Ընտրությունների հետ կապված է, ես կարծում եմ։ Կարեն Կարապետյանը այդքան չի ազդում մարդկանց նյարդերի վրա, որովհետև հանրապետական չի ըստ երևույթին։ Կապ չունի։ Հիմա չի ազդում, կարա 5 ամիս հետո կամ հույս կամ ավելի ազդի, չէ՞։ Ես կարծում եմ, որ պետք է համարձակություն ունենալ։ Եթե մենք անցնում ենք խորհրդարանական համակարգի եւ ուզում ենք, որ ժողովուրդը հավատա ընտրված իշխանությանը եւ բաներ փոխվի, այ հիմա 3 ամիս պիտի այդ նոր սկզբունքները հայտարարեն ապրեն, ովքեր իզորու են, ովքեր օրինակ են ցույց տալիս, կարողանում են մի հատ նոր ինչ-որ մի շարժում ձևավորվի, որը մտնի խորհրդարան։ Եվ այդտեղ պիտի առանց հանրապետական կուսակցություն այլևս չլինի կամ դաշնակցությունը, որտեղ նրանք ապացուցեցին, որ ասում են թագավորը մեր կա, չունեն այդ ռեսուրսը կամ շատ են խորացած խալների մեջ, չեն կարա թարմացվել։ Եթե կուսակցությունները ունեն, ամեն մեկ իր չափով չունի, ոչ, եթե մեկն ունենար, հիմա կասենք, այս մեկ ակնհայտ է, որ դա չկա, ուրեմն պիտի մի նոր հավաքական ինչ-որ հանրապետական խնդիրների գիտակցող եւ հասարակությանը հարգանքով վերաբերվող ուժ առաջանա։ Եթե դրա ժամանակը տեսականորեն կա, լավագույն առիթն է հիմա դա անելու։ Այսինքն
կոպիտ ասած վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Այսինքն ձևավորել այնպիսի մի քաղաքական հոսանք, այնպիսի մի աշխատանք, որ մարդիկ ասեն, այս մարդիկ մեր սրտով են։ Չէ, սա կարելի է հիմա անել, բայց եթե սա արվում է նրա համար, որ այսպես թոս փչվի, բան փոխվի, ժողովուրդը միամիտ չի, ամեն ինչ բոլորը հասկանում են։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ Կարեն Կարապետյանի նշանակումով մենք փաստեցինք մի բան. Հայաստանում չկա այն քաղաքական ձևավորված ուժը, որը ստանձնում է պատասխանատվությունը նոր համակարգի խորհրդարանական դապտի ստեղծվի։ Եղածները սպառված են այդ առումով, բայց նրանց միջից կարելի է ձևավորել, բոլորից էլ կարելի է ինչ-որ մի բան վերցնել։ Խոսքը այստեղ միայն անձերը չեն, այսինքն ես կուզենայի ասեմ իմ կարծիքը, որ այս շրջանը օգտագործվեր նրա համար, որպեսզի միջև խորհրդարանական ընտրություններ առաջանար այն դաշինքը, որը կընտրվեր օրինական արդար ճանապարհով եւ որին հասարակությունը կհավատար։ Այսինքն առանց այս աջակցության չի լինելու հաջողություն։ Սա կապահովի եւ հասարակական հաջողություն եւ քաղաքական։ Իհարկե սա մի քիչ ֆանտազիայի դաշտից է, որտեղ չեմ կարծում, որ այսօրվա իշխանավորները այդ համարձակություն կունենան այդ քայլին գնալու։ Ես օրինակ կարող եմ դա հուշել։ Արեք սա։ Հենց ով չէ որ մենք շատ փոքր պետություն սաղս գիտենք ոնց ենք ապրել, ոնց ենք ապրում, ոնց ենք շնչում։ Ես ուզում եմ ասեմ, որ այս դրվածքները պիտի փոխել, որպեսզի լավացումը սկսվի։ Եթե մենք դա չենք անում, հրաշք չի լինում, էլի, պիտի միասին արվի։ Ես ուզում եի վարկու բարքի մասին հարցնել եւ հիշեցնել Աստվածաշնչյան պատմությունը, որը հարուստ մարդը մոտենում է Քրիստոսին, ասում է ինչպես ընկնեմ Աստծո թագավորության մեջ, ասում է հարգիր պատվիրանները, ասեց հա հարգում եմ, շատ եմ հարգում։ Հիմա ասում է վաճառիր ամբողջ քո ունեցվածքը, բաժանիր հարուստներին եւ արի հարուստներին, աղքատներին, վաճառիր աղքատներին եւ արի իմ հետևից, ասեց չէ, այդ մեկը չեմ կարող։ Դուք պատկերացնում եք, որ որևէ մեկը, որը 4 հարկանի պալատներ ունի, նա այլևս կհրաժարվի դրանից։ Ես ասեմ, Արամ, անկեղծ ասեմ, իհարկե բազմաթիվ հարցեր են հարուցվում այս ընթացքում, երբ որ հարցը դրվում է գողանալու մեջ, պայմանական գողանալու։ Եթե մենք հետ գնացինք, ով ինչքան է գողացել, ոնց է գողացել, մենք ուղղակի կխեղդվենք այդ ճահիճում։ Ես ասում եմ, գիծը քաշել ասել, այսինքն թող շարունակի այն ինչ որ վայելին կհասնենք։ Սկզբից մենք ցույց տանք, որ կան չգողացողներ, ու այդ չգողացողները սկսեն աշխատել։ Այդ ընթացքում ով ինչ գողացել, աստիճանաբար կգա իր տեղը կընկնի։ Պետք չի հիմա վերաբաշխումով զբաղվել։ Եվ ես նշում եմ, թե մարդը սովոր է գողանալու, սովոր չի չգողանալով ապրել, դուք թող գնա իր ստեղծածը վայելի միջև տեսնենք։ Ես ասեմ, պետք է ճանապարհ ընտրել ու շարժվել։ Այդ բանը որ գանք, խլենք, բաժանենք, դա ավելի վատ արդյունքի կբերի։ Իհարկե, որտեղ բաժանողներին կհասնի։ Որտեղ հարց են բերել, այդ նույն աստվածաշնչի ուրիշ բան կա, չէ՞, ասма թող քարնետինով մեկ չի գցել։ Հիմա եթե մենք ապրում ենք մի հասարակությունում, որ ունի տասնամյակների ավանդույթ, ով ոնց կարա պետք է օգտվի բանտանիկա պահում, մենք այս ճահիճից դուրս չենք գա։ Հիմա ես դրա համար եմ ասում, որ խնդիրը պետք է հնչեցնել։ Քանի մենք բոլորս գողանում ենք, նա չեմ ասում, որ բոլորն են գողանում, ընդունված է նա, էլ օգտվում ենք, լավ, տենց ասենք, մեր չի կարա բարելավի վիճակը։ Պետք է շատ հստակ ասել, օգտվելու ինստիտուտը վերացնում ենք։ Հիմա ես կարծում եմ, որ եւ Սերժ Սարգսյանը դրա մասին խոսեց, որ նոր անկախական սերունդ է ձևավորել, ճիշտ է ասում։ Բազմաթիվ ես երիտասարդներ գիտեմ, որոնք չեն ուզում կախված ապրեն չինովնիկից, որոնք ուզում են օրենքով ապրեն, որոնք ի վիճակի են օրենքով ապրելու վաստակել, եւ որոնց պետք չի պաշտոն, որպես իրանք լավ ապրեն, նրանք արժանապատվություն է պետք։ Հիմա այդ առումով Հայաստանում ավելի շատ կադրեր կան, քան այսօր պետք է դնել, որպեսզի սկսեն աշխատել, просто պետք է հավատալ այդ մարդկանց։ Բայց նույնպես եմ ասում, հավատը քիչ է, պիտի ինչ որ մի կազմ որոշի դա անել եւ այդ մի կազմը նորից եմ ասում առանց այսօրվա վերնախավի մասնակցության չի ձևավորվելու այս է խնդիրը հիմա երբ որ sense ասում են մեկ եկնեն մարդում մեր վարչապետը Հայաստանը Սինգապուր է սարքելու դա բան հնչես չէ այդ ոչ պետք է Հայաստանը ձեռարնել ոչ այդ վարչապետը մեզ պետք չի Սինգապուր սարքել մենք Սինգապուր չենք է դա ոչ Շվեյցարիա ոչ մենք Հայաստան ենք Հայաստանում մենք Հայաստանի բան փոխենք Ինչ պետք է փոխել, կարելի է քննարկել ու որոշել։ Ես ասում եմ ինչ պետք է փոխել, օգտվելու ինստիտուտը Հայաստանի հասարակության կենսաձևից պետք է վերացնել։ Բայց որպեսզի կնես վերացնել, օգտվողները պետք է նախ եւ առաջ օրինակ որ մի բան էլ ուզեմ ասեմ։ Մենք բազմաթիվ լավ զարգացած պետություններ գիտենք։ Եթե այդ պետությունների փորձը խորությամբ ուսումնասիրում ենք,
այդ պետությունները աղքատ, ունեզուրկ կամ անգործ մարդիկ չեն կառուցել։ Կառուցել են կրթված, պատրաստված մասնագետներ եւ հարուստ մարդիկ նաեւ։ Պետք չի հարուստներին թշնամի ընդունել։ Հիմա ինչ ունենք, այդ ունենք։ Ես կրկնում եմ, այ առանց այդ կրթված սերունդի եւ հարուստների մասնակցության մենք արագ փոփոխության չենք հասնի։ Այդ բոլորը այսօր ենթարկվում են մի կոնկրետ մարդու Սերժ Սարգսյանին։ Եթե Սերժ Սարգսյանը կամքը դրսևորեց ու ցանկություն, շատ բան շատ արագ կփոխվի եւ բոլորը կունենան հեղինակություն, ովքեր մասնակցում։ Իսկ եթե չդրսևորեց։ Եթե այդ կամքը չդրսևորեց, հերթական հիասթափությունը կլինի, հերթական, ինչ ասեմ, գիտեք, շանս կա փոխելու։ Ես ուզում եմ ասեմ, եւ ասվում է, որ ուզում եք փոխեք։ Մենք ինչ պետք է ասենք, ապրեք, ճիշտ եք ասում, բայց սա է ճանապարհը մեր կարծիքով։ Որ իրանք ճիշտ ուզգան, ես սխալ։ Ես ասում եմ, հիմա Հայաստանում լավ առիթ է մթնոլորտը փոխել, բայց մի բանի համար, որ մարդիկ իրենց սեփական պետությունում անկոչ հյուրի դերում չապրեն եւ որ հասկացվի մի բան, որ այն կուսակցությունները, որոնք իշխանությունն իրականացնի դեպի հանրապետական կուսակցության, իշխանության մնալու բարոյական իրավունքը կորցրել են, պետք է նոր բան ասպարեզ բերել։ Մարդիկ, որոնք դառնում են նախարար, ես այդպիսի դեպքեր գիտեմ, հա, մարդը ընդդիմադիր է կամ ոչ ընդդիմադիր է, համենայնդեպս սովորական մարդ է, որը քայլում է փողոցում, մեր նման, հա, նա ինֆորմացիա ավելի շատ ունի, քան երբ դառնում է նախարար կամ վարչապետ։ Միանգամից նրա դեմքը կլորանում է, միանգամից հայացքը փոխվում է, միանգամից, չգիտեմ, ադիկալոնը փոխվում է եւ նա այլևս չի adekvat չի հասարակության պահանջներին։ Կա այդպիսի բան թե չէ։ Չէ, գիտեք, այն ոճը, որը կա Հայաստանում կառավարման, դրան է բերելու։ Ոչ թե, օրինակ, տեսեք, Աշոտյանը վերջերս ինչ ասեց, կրթված տղա է, ասեց ժողովուրդը շարունակում է մեզ վստահել կամ հավատալ դեմ ընտրությունների արդյունքներով։ Ախր չես հասկանում, այդ մարդը, որ տես բաներ ասում, չի հասկանում, որ մարդկանց ջղայնացնում։ Կտրված է, չէ՞ ուրեմն հասարակությունից։ Բայց ինչի է կտրված հասարակությունից, որովհետև հասարակության հուզող հարցերի լուծմամբ չեն զբաղված։ Խնդիրը ստեղ է, եթե մարդը զբաղվում է հասարակությանը հուզող լուծումներով, հարցերով եւ սպասարկում է հասարակությանը, նա ակամա պիտի գնա դեպի հասարակություն հարցնի. «Արամ ջան, ես այն վարձած ծառան եմ, որ քեզ սպասարկում եմ, գոհես իմ աշխատանքից»։ Բայց եթե ինքը ժողովրդին է համարում ծառա, որ պետք է այնպես ապրի, իրան չխանգարի, որ ինքը լավ ապրի, ինքը ինչ գործ է ժողովրդի հետ։ Այս տարբերակ անընդհատ մենք պետք է հասկանանք, կառավարման ոճը ծնում է կառավարիչների վարքագիծ։ Այսինքն մենք խոսում ենք օրինակ քաղաքական կուլտուրայի մասին։ Քաղաքական կուլտուրան 3 բաղկացուցիչ ունի։ Ինստիտուտների կուլտուրան որ կան, ինստիտուտների աշխատողների կուլտուրան որ կան, նախարարները, պատվեր, ժողովրդի կուլտուրան։ Այս 3-ը համաբաղկացուցիչ մաս է։ Հիմա Հայաստանում քաղաքական կուլտուրան 3 մասի է բաժանված։ Ընդհանուր մի մշակույթ չկա։ Ընդ որում հասարակության մեջ կրողների կուլտուրան բարձրանում է քաղաքական, բայց կատարողների մոտ մնում է հին համակարգի սովետական համակարգի կուլտուրան քաղաքական, այսինքն որն էր, ասում ենք մի բան, ենթադրում ենք այլ բան, անում ենք լրիվ ուրիշ բան։ Սա ընդունված կարգ է եղել։ Այս կարգը չի փոխվել։ Այսինքն որ դու նայում ես, ինչ խելոք հետարքիր բաներ ասում հանրապետության, քեֆդ գալիս է ճիշտ բաներ ասում։ Նախ ես վերջ իր ելույթը սերունդի մասին, չէ՞։ Բայց այդ սերունդը վաղուց վերաբերմունք տեսնի, չէ՞, այդ խոսքերը համապատասխանեցին գործող օրենքներին, որ կամ կյանքի կոչվող որոշումներին, ոնց որ չեն համապատասխանում։ Այսինքն այդ առումով ես ինչ ասեմ, ես փորձում եմ, եսի համար կներես որ ասում եմ, օգտակար լինել, օգտակար լինել պետք է ճիշտն ասել, ճիշտ իմ խորամն հետևյալն է, թարգեք օգտվելուց իշխանությունը։ Անմիջապես կլինեք սիրելի, հարգված եւ անմիջապես արդյունքներ կստանաք։ Եվ վարչապետի ասածը, որ վերջացնենք մանր գողությունները, ես ողջունում եմ եւ ասում եմ, նաեւ խոշոր գողությունները դի վերջացնենք։ Այդ տոմս վաճառելու մասին էր, դա ամենամադրն է։ Գիտեք ինչ կա, բայց սենց էլ կա, ինչ են ասում, որ ձու գողացողը ձիեր կգողանա։ Ասում են, չէ՞։ Կարող ասում որ գողը տնից եղավ, եզը երթիկից կտանի։ Դե հիմա մեր մոտ տնից է։ Եզներն են երթիկից տանում, այսինքն նյութերը դուրս է գնում միջոցները կապիտալ, ձունել ձիա դառնում, սա օգտվելու կուլտուրան է, չէ՞ որ օգտվենք։ Հիմա ես կարծում եմ, որ իշխանության պիտի գան, կարծես թե գալիս են մարդիկ, որոնք կարծես թե օգտվելու կարիք չունեն, նախորդներն չունեն, որ գնում են։ Կարեն թարգեն է օգտվելը։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ պետք է նախագահի վճռական խոսք այն, որ ասում էր, չգիտեմ, չեմ էլ հավատում, որ անելու է։ Ուզեմ որ անի, որ ասում էր գլխից բռնել, գլուխը դուք եք։
ումից բռնենք։ Որոշեք, վերջացրեք։ Թվում է թե sense մի պարզ պրիմիտիվ բան եմ ասում, չէ՞, բայց էս է հարցը։ Սա է հիմնական մեխը, սա է, որ մարդիկ սկսեն հավատալ։ Եվ դա շատ հեշտ է, գիտեք, ոնց ասեմ, շատ արագ է երևում։ Ես չեմ ասում հրեշտակներ դառեք, սրբեր դառեք, աշխատանքներ ունեն, բիզնես թողելի ունենան, բայց պետական իշխանությունը մի ծառայացրեք դրան։ Ցանկացած մարդ մի շանս ունենա այդ նույն մակարդակին հասնելու։ Եվ այդ բաները, որ ինչ որ արդեն sense ժառանգաբար քաղաքապետեր են դառնում, թաղապետեր են դառնում, աշխատում են ուրեմն մտնել պետական ծառայ, դա նրան չի որ սիրում են պետությունը, այնտեղ լավ հեշտ ապրելու ձև կա մարդկանց համար։ Դրա ճանապարհը Սերժ Սարգսյանը կմտնի պատմության մեջ, եթե իր նոր վարչապետով փակի։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Սիրելի բարեկամներ, ինձ զրուցակիցներ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Մենք վաղ նորից կհանդիպենք, ցտեսություն։